Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ։ Բարի երեկո, դուք դիտում եք «Սպասիր ինձ» հաղորդաշարը, որը կոչված է գտնելու եւ վերամիավորելու մարդկանց։ Մոտակա կես ժամն անցկացրեք մեզ, Աննա Ավանեսյանի եւ Խորեն Լևոնյանի հետ։ Եվ մոտակա կես ժամում միասին փորձենք հասկանալ, ինչու են մարդիկ կյանքի ինչ-որ փուլում որոշում փնտրել նրանց, ում հետ կապը վաղուց արդեն խզվել է, ովքեր տարիներ առաջ հեռացել են գուցե առանց հրաժեշտ տալու, ովքեր տարիներ շարունակ իրենց մասին լուր չեն տվել ու չեն հետաքրքրվել մյուսի կյանքով։ Գուցե պատճառը երբեմնի սխալների գիտակցումն է կամ գուցե մնացել են չասված խոսքեր, որոնք անպայման պետք է հասնեն հասցեատիրոջը։ Գուցե անհակ կարոտն է տանջում եւ արդեն անտանելի է ապրել առանց այդ մեկ մարդու։ Գուցե բաժանումը իրենց կամքով չի եղել, կամ գուցե տարիների հետ մարդիկ հասկանում են, որ այս կյանքում միևնույն է, ամենակարևորն ու թանկը հենց մարդն է, հարազատ մարդը։ Ու կարևոր է, որ հարազատ մարդիկ մոտ լինեն իրար, որ կյանքի տարբեր իրավիճակներում իմանան, հարազատը միշտ իր կողքին է։ Իսկ պատճառներ կարող ենք անվերջ թվարկել։ Հենց հանուն հարազատ հոգիների հանդիպման է շարունակում եթերում լինել մեր հաղորդաշարը։ Միացեք մեզ։ Փաստ է, որ մարդուն գտնելու շանսերը մեծապես աճում են, երբ բացի բանավոր ինֆորմացիայից առկա են նաև նրա լուսանկարները, ինչպես նաև նրա հետ կապված փաստաթղթեր։ Հիմա կտեսնենք, թե իր հետ վերը նշվածներից ինչ է բերել հայտատուն եւ լսենք նրա պատմությունը։ Բարի երեկո։ Բարի երեկո, ես Մարգարյան Էլմերան եմ, Վանաձորից եմ եկել։ Փնտրում եմ հորեղբորս աղջկան, փոքրուց չենք տեսել։ Այս տարիքից համարյա։ Անունը կասեք նրա։ Մալաքյանին Ազավենի, ծնված 1968 թվականի դեկտեմբերի 5-ին։ Ինչպես է ընդհատվել ձեր կապը, ձեր շփումը։ Մեր կապը դեպ հորեղբայրս բաժանված ա եղել, բայց միշտ ես կապ եմ ունեցել, նամակ եմ գրել ու հետո կապը ընդհատվել ա, չգիտեմ ինչի պատճառներով։ Էս իր մամանա մահացած ա, ինքը մեկ էլ իր մորքուրի աղջիկը, իրան պահել ա մորքուրը Սարգսյան Լամարա, Թիֆլիսում ապրել։ Իսկ հիմա քանի տարեկան պետք է լինի ձեր հորեղբոր աղջիկը։ 68 թիվա համարյա 55 տարեկան։ Նենց մեծ հաճույքով կուզենամ գտնեմ էլ չազգելով։ Ինչ մանկական հիշողություններ ունեք նրա հետ Դե կապված։ ինքը միշտ որ գալիս էր մեր տուն լավերը լման ու տենց փոքրուց ուզեցել եմ գտնեմ։ Մեծացել եմ էլի նորից ուզում եմ որ գտնեմ։ Ճիշտ ընտանիք կունենամ, բայց ամենայն դեպս մեծ հաճույքով ձեր մեծ հույսերով եկել եմ ձեր տաղավար, որ գտնեմ իրան։ Իրա հորեղբայրն ա, հորեղբոր ընկերը։ Էս ա իրա պապան, Խուչուր Մազերավորը։ Մի պահ պատկերացնենք, որ նրանք հենց հիմա դիտում են ձեզ։ Խնդրում եմ դիմեք նրանց։ Ինեսա ջան, խնդրում եմ, եթե լսում ես, բան ուղղակի խնդրում եմ, հուզվում եմ։ Ինքը ապրել ա Թիֆլիսի հասցեն կարամ ասեմ, որ մասում ապրել քաղաք Թիֆլիսի, Սամագորսկ, կորպուս 25, կվարտիրա 23։ Այդ հաստեով փորձել եք նամակ ուղարկել կամ զանգահարել, եթե համար բայց խաբար չի եկել։ 2014 թվին ես նամակ եմ գրել, բայց ոչ նամակն ա եկել, ոչ էլ մի պատասխան։ Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ եք։ Բավականին հուզիչ պատմություն, առայժմ բաժանման մասին։ Որպեսզի այն ունենա միավորման երջանիկ ավարտ, այս պահից սկսվում են որոնումները։ Անահիտ Յուզբաշյանը որոնում է քրոջը։ Քրոջ անուն ազգանունը հայտնի չէ։ Ծննդյան տարեթվի մասին եւս տույք տվյալներ չկա։
Ենթադրվում է, որ աղջիկը ծնվել է 1947 կամ 1948 թվականին։ Հստակ է ծննդավայրը՝ Լոռու մարզ, քաղաք Կիրովական։ Այս պատմությունը տեղի է ունեցել 1940-ական թվականների սկզբին, Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում։ Անահիտի հայրը Կարապետ Յուզբաշյանն ապրում էր իր առաջին կնոջ՝ Բուրաստան Ղարագյոսյանի հետ։ Բուրաստանը հղի էր, երբ Կարապետին զորակոչեցին բանակ։ Նրանց դուստրը ծնվեց Կիրովականում։ Քանի որ ամուսնու հետ հարաբերությունները լարված էին, Բուրաստանը չցանկացավ դստերը տուն տանել։ Նա հենց ծննդատանը երեխայից հրաժարվեց։ Բուրաստանն ամուսնալուծվեց ու հեռացավ Լուսաղբյուրից։ Ոչ մի վիրավորանք չի եղել, ուղղակի տատիկիս ասելով, ինքը ասելա ես չեմ կարա 5 տարի սպասեմ, մինչև ինքը գա, ես իմ կգա թե չի գա, պատերազմա, գնացել է իր հոշտում։ Այն ժամանակ այնքան վատ պայմաններ ա եղել, որ ասենք ինֆորմացիա էլ չի եղել, հեռախոս կա, ոչ մի բան չի եղել, տատիկս էլ մեծ ինվալիդ կին էր։ Չէր կարող ոչ մի տեղ գնալ, պապիկս էլ վիրավոր մարդ, հիվանդ պարկած ա եղել անկողնային։ Դե պապաս էլ ծառայության մեջ ա եղել ռուսական բանակում, դե եկել է արդեն կինը գնացած ա եղել, ամուսնացել ա, էլ ոչ մի բան չէր կարող անել։ Մայրիկս ասում էր, ասելա որտեղ գրել եմ, ես ումից գտնեմ, որտեղ գտնեմ, ինչ գտնեմ, եթե ասենք իր հետ տարած լիներ Գուդաուտի կարար գտներ, բայց որտեղ գրված է չի փնտրել։ Տարիներ անց Կարապետն ամուսնացավ երկրորդ անգամ։ Ունեցավ 7 զավակ, 6 տղա, 1 դուստր։ Երեխաները հայրիկի առաջին կնոջ եւ քույր ունենալու մասին չեն իմացել։ Հայրը հարազատներին խնդրել է չպատմել։ Ճշմարտությունը նրանք իմացել են 2012 թվականին, հայրիկի մահից հետո։ Ամբողջ ներքնաշխարհս խառնվեց իրար։ Ես 3 օր համարյա ոչ հաց էի ուտում, ջղայնացել էի մամայիս վրա, որ ինչի չի վաղուց պատմել։ Համակերպեցի, կամաց համակերպեցի, բայց որոշեցի, որ անպայման դիմեմ սպասիր ինձ հաղորդաշարին, եթե բախտ վիճակվի քրոջս գտնեմ։ Որ մեծանում ես, ավելի շատ ես զգում քրոջ կարիք։ Կիսվելու քրոջդ հետ, նստելու մի հատ թեյի սեղանի շուրջ, թեկուզ մի հատ սուրճի սեղանի շուրջ, կիսվենք, ասենք, մեկս մեկից հոգսը պատմենք, բայց ես այդ չեմ ունեցել, չեմ էլ արել ոչ մի անգամ, ոչ մեկին ես իմ գաղտնիքը չեմ պատմել։ Որ իմ ամուսինը զանգահարում է քրոջ, ասում է քույրիկ ջան, ես այդ ժամանակ հալվում եմ։ Որ ինքը քույրիկ ջան ասում է, զանգում է ամեն օր մի քրոջը հետ խոսում է, իսկ ես այդ հնարավորությունը չեմ ունեցել ամբողջ կյանքում ու չունեմ։ Կուզենայի, որ հենց հիմա իմ քույրիկը լսեր, հայտնվեր, տեսնեի, գրկախառնվեի, սիրեի, ասեի քույրիկ ջան, հետո արդեն մեծացել եմ, որ մահանամ հոգուս ծանր չնստի։ Լուսանկարում Սաթենիկ Անոյանն է։ Նա ծնվել է 1912 թվականին Թուրքիայում, հայ ընտանիքում։ Հայոց ցեղասպանության ժամանակ Սաթենիկի ծնողները զոհվում են, իսկ նրան եղբոր հետ տեղափոխում են Հունաստան, մանկատուն։ Ամբողջ կյանքի ընթացքում Սաթենիկը երազում էր հանդիպել ողջ մնացած ազգականների հետ։ Այսօր արդեն նրա ծոռնուհի Սաթենիկն է որոնում ավագ Սաթենիկի հնարավոր բարեկամներին եւ հավատում, որ մի օր անպայման կհանդիպեն։ Բագրատ Դոխոդյանին է որոնում խորտ քույրը, Սիրանուշը։ Բագրատը 64 տարեկան է, ծնվել է Երևանում, ապրում է հայրենիքում կամ Գերմանիայում։ Նրա եւ նրա ընտանիքի հետ հանդիպումը Սիրանուշի վաղեմի երազանքն է։ Սա Գայանե Նազարյանի մանկական լուսանկարն է։ Այժմ նա 52 տարեկան է։ Նա երազում է գտնել կենսաբանական մորը, որի անունը ենթադրաբար Նունե է։ 1973 թվականին ծննդաբերելուց հետո նա երեխային թողել է մանկաբարձուհու մոտ։ Որոշ ժամանակ անց վերադարձել է եւ հետաքրքրվել երեխայի առողջությամբ, բայց նրան ասել են, թե երեխան մահացել է։ Սակայն Գայանեն այդ ժամանակ արդեն որդեգրվել էր։ Նա փնտրում է մայրիկին, որ հայտնի այն մասին, որ ողջ է եւ շատ է ցանկանում հանդիպել։ Ալլա Օսեփյանին են խնդրում արձագանքել նրա դասընկերները։ Բագրատաշեն գյուղի թիվ 1 դպրոցն ավարտելուց հետո Ալան մեկնել է Ռուսաստան, սովորելու Տվեր քաղաքի քոլեջում։ Այն ժամանակից դասարանցիների հետ կապ չի հաստատել։ Լուսանկարում Կարինա Սամսոնի Սահակյանն է։ Այժմ նա պետք է մոտ 60 տարեկան լինի։ Ենթադրաբար ծնվել է Գորիսում։ Նրան եւ նրա ընտանիքին են որոնում նրա զարմիկի
Վիկտորի ազգականները։ Վերջին նամակը Կարինայից նրանք ստացել են 1988 թվականի երկրաշարժից հետո, Սպիտակ քաղաքից։ Միխայիլ Ամիրյանը խնդրում է արձագանքել ընկերոջը, Անտոն Ստեփանյանին, որին Ռուսաստանի Կալուգայի մարզի Շայկով գավանում զինվորական ծառայությունն ավարտելուց հետո չի տեսել։ 40 տարի է անցել, սակայն Անտոնից լավ ընկեր Միխայիլը մինչ օրս չի գտել։ Վերջին անգամ Մարատ Մամոյանին նրա ազգականները տեսել են մոտ 30 տարի առաջ, երբ նա եկել էր Տյումենի մարզից հարազատներին այցելելու։ Սակայն Ռուսաստան վերադառնալուց հետո նա այլևս բարեկամների հետ կապի դուրս չի եկել։ Հայտնի է, որ Տյումենի մարզում Մարատը սիրելի կին եւ երեխա ուներ։ Մարատին փնտրում է քույրը՝ Լենան։ Այս լուսանկարում Էմիլ Գեղամիսուքյասյանն է, ծնված 1924 թվականին Ալափարս գյուղում։ Մասնակցել է հայրենական մեծ պատերազմին եւ 1942 թվականին անհետ կորած է ճանաչվել։ Պատերազմի ավարտից 10 տարի անց Էմիլի ազգականների տուն է եկել անծանոթ մի կին եւ հայտնել, որ Էմիլը ողջ է եւ գտնվում է Ամերիկայում։ Սուքյասյանների ընտանիքը խնդրում է արձագանքել Էմիլի ժառանգներին կամ նրանց, ովքեր կարող են որևէ տեղեկություն հայտնել նրա ճակատագրի մասին։ Դուք ուզում եք տեսնել ձեր հարազատին, որին վաղուց չեք հանդիպել, ուզում եք պատմել նրան այն ամենի մասին, ինչ տեղի ունեցել ձեր կյանքում նրա բացակայության ժամանակ։ Ուզում եք կարողանալ ցանկացած պահի կապի մեջ լինել նրա հետ ու վերջապես պարզապես ասել նրան, որքան եք կարոտել։ Մենք եւս շատ ենք ուզում տեսնել ձեր հանդիպման պահը։ Այո, հավատացեք, կան մարդիկ, որոնց համար ձեր հանդիպումը ոչ պակաս կարևոր է ու ոչ պակաս ցանկալի։ Այդ մարդիկ աշխատում են Սպասիր ինձ նախագծի խմբագրությունում, եւ յուրաքանչյուր որոնման հայտ նրանց համար դառնում է նոր փորձություն հաղթահարելու շարժառիթ։ Բայց խոսքը միայն մեր թիմի մասին չէ։ Նույնքան անհամբերությամբ ձեր հանդիպումներին են սպասում մեր հեռուստադիտողները։ Մեր եթերից հնչող յուրաքանչյուր պատմություն դառնում է հարազատ նրանց համար, եւ որոնվողին գտնելու ցանկությունը դառնում է մի մեծ միասնական նպատակ։ Դե իսկ ինչ է անհրաժեշտ, որպեսզի այս ամբողջ process-ը ճիշտ հունով ընթանա։ Վստահ ենք, լավ գիտեք, բայց չենք զլանա եւ կհիշեցնենք եւս մեկ անգամ, հատկապես նրանց համար, ովքեր նոր են միացել մեր հեռուստադիտողների շարքերին կամ պատրաստվում են դառնալ մեր հաղորդման մասնակից։ Սպասիր ինձ նախագիծն ունի էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար եւ իհարկե կայք։ Ձեզ հարմար տարբերակով որոնման հայտ լրացրեք, մեզ տրամադրեք այն ամբողջ ինֆորմացիան, որը կարող է օգնել որոնումներին եւ մասնակցեք մեր նկարահանումներին։ Ու կմնա հուսալ, որ հեռու չէ պահը, երբ բոլորս վերջապես ձեր հանդիպման ականատեսը կդառնանք։ Մեր այսօրվա հայտատուն արդեն արել է այդ բոլոր քայլերն ու մենք հենց հիմա կդիտենք նրա մասնակցությամբ տեսանյութը։ «1962 թվական, աշուն։ Սառը քամին քշեց Էմիկի գլխարկը, նա թողեց պապիկի ձեռքն ու վազեց գլխարկի հետևից։ Պապիկը կանգ առավ։ Շունչ քաշելու համար նա մյուս թորնիկին մեջ լումին իջեցրեց գրկից։ Էմիկը թափ տվեց փոշոտված գլխարկը, մոտեցավ պապիկին ու եղբորը եւ նրանք շարունակեցին ճանապարհը։ Երբ հասան մի երկար քանի շենքի, պապիկը բաց թողեց Էմիկի ձեռքը։ Անծանոթ մի կին մոտեցավ նրանց, գրկեց Էմիկին ու մտավ շենք։ Այդ օրը քույր ու եղբայր բաժանվեցին ընդմիշտ։ Էմիկ եւ Մեջլում Մարտիրոսյանների ծնողներն ամուսնան լուծվել էին։ Էմիկը 3 տարեկան էր, իսկ Մեջլումը 1։ Մայրը լքել էր տունը ու նոր ընտանիք կազմել։ Երեխաներն ապրում էին հայրիկի ու պապիկի հետ, Լոռու մարզի Ուռուտ գյուղում։ Երեխաների հայրը Մկրտիչը գյուղի փոստատարն էր։ Գլխուղեղի վնասվածք ստանալուց հետո նա չէր կարողանում աշխատել։ Երեխաներին քաղցած չթողնելու համար Մկրտիչի հայրը որոշեց Էմիկին ու Մեջլումին մանկատուն հանձնել։ 1962 թվականին որդուց գաղտնի պապիկը երեխաներին գավառ տարավ։ Էմիկին թողեց գավառի մանկատանը, իսկ Մեջլումը փոքր էր, նրան այնտեղ չընդունեցին։ Պապիկը Մեջլումին Լենինականի մանկատուն հանձնեց։ Պապիկը ինձ թողեց
եղբորս ձեռքը բռնած գնում էր, ասի պապիկ ուր ես տանում աղբորս, պապիկը շուռ եկավ, լացեց իարկե, ակնը աշկե թաշկինակով սրբում էր, ոչ ման չասեց պապիկս իարկե, շուռ եկավ ինձ մի հատ նայեց, հետո եղբորս ձեռքը բռնած գնացին։ Առաջին օրերը երևի դժվար եմ անցկացրել, լացով, որովհետև մենք միան դաստիարակ չունեինք, ինքին շատ էր սիրում, անդադ ինձ գրկում էր, գրկին էր դնում ու խաղում էր, հետո ինքն էր ինձ պատմում, որ առաջին մի քանի օրը ես լաց եմ եղել։ Իսկ նրանից հետո շատ լավ օրեր եմ ունեցել, ես մանկատանը շատ։ Էմիկին հայրն առաջին անգամ այցելեց 1971 թվականին, երբ աղջիկը 12 տարեկան էր։ Պարզվեց, որ հայրն ամուսնացել է երկրորդ անգամ, որդի է ունեցել, տեղափոխվել է Ստեփանավան և աշխատում է որպես առաքիչ։ Մեջլումի մասին հարցերին հայրիկը չպատասխանեց, միայն խնդրեց դստերն իր հետ տուն վերադառնալ։ Էմիկը հայրիկի հետ գնալ չցանկացավ։ 1976 թվականին նրան որդեգրեց հորեղբայրը։ Ես չէի ուզում գնամ, ես ուզում հեվիելի մնամ այդտեղ։ Երեխեք շատ են, երեխեքի հետ չուզեցի, նայեցի, լաց եղա նույնիսկ այդ տարիքում, բայց դե մեր ուսմասվար ասեց պետք է գնաս, արդեն քեզ հիմնական տանում են ստեղից։ Հորեղբոր տանից էլ դուրս եկա, 3 տարի մնացին դեղ, ընդեղից հետո եկա հայրիկս տուն, ստեղ։ Ես որ գալի հայրիկս միշտ նստում էր ստեղ, մենք դռանը նստարան ունեինք, ինչքան նայում էի, խեղճ հայրիկս սենց արցունքները գնալով մեջլում, մեղքը շատ գալիս էր։ Շատ ասել եմ ինչի չի, աղբերիմ կողքին, որ հիմի ինձ թիկուն քրնի, դες դեպքեր շատ ա եղել, շատ ա պատահել։ Ասել եմ, որ կողքիս էլ էր կարողա սենց էր եղել, լավն էր եղել։ Տենց որոշեցի, որ ես պետք է իրան գտնեմ։ Չափահաս դառնալուց հետո Էմիկը սկսեց փնտրել եղբորը։ 1977 թվականին աղջիկն այցելեց Լենինականի մանկատուն։ Մուտքի մոտ Էմիկը հանդիպեց մի ծեր կնոջ։ Կինը որպես աշխատակից ներկայացավ։ Նա հիշեց Մեջլումին, ասաց, որ տղան մինչև 4 տարեկանն է ապրել Լենինականի մանկատանը, հետո նրան տեղափոխել են Երևան, ուրիշ մանկատուն։ Էմիկը հասկացավ, քանի որ եղբայրն արդեն չափահաս էր, մանկատներում նրան փնտրելն անիմաստ էր։ Մենք հարևանուհի ունեինք, ասում ուրեմն երկրագնդի տակ, ես այդ ձև սիրուն երեխա չեմ տեսել, այն ինչ որ քո աղբերն էր։ Խուճուճ մազերով, ասում իմ մայրս էլ էր իհարկե խուճուճ մազերով սիրուն, ասում երեխա էր, այնքան շատ սիրուն երեխա է եղել։ Պապան միշտ ասում էր իմ երեխեքին, ես ոնց կարայի ինձ կպահեի։ Ինքը պապիկի հետ անընդհատ կռվում էր, ասում էր իմ երեխեքին ինչի ես տարել, ես ոնց կարենայի ինձ կպահեի իմ երեխեքին։ 1979 թվականի ամռանը փոստատարը Մարտիրոսյանների տուն նամակ բերեց։ Այն ուղարկված էր Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքի զորամասերից մեկից։ Նամակի հեղինակը Մարտիրոսյան Մեջլումն էր։ Ծրարը բացեց Էմիկը։ Այնտեղ գտավ եղբոր լուսանկարը և 2 էջ գրություն։ Մեջլումը գրում էր, որ անցյալի մասին ամեն ինչ գիտի, հարազատների հասցեն նույնպես, սակայն որևէ մեկի հետ կապ հաստատել չի ցանկանում։ Նամակից Էմիկը ենթադրեց, որ քույր ունենալու մասին եղբայրն ամեն դեպքում չգիտի։ Այդ ժամանակ նույն զորամասում ծառայում էր Մարտիրոսյանների ընտանիքի բարեկամը։ Նրա միջոցով Էմիկը փորձեց կապի դուրս գալ եղբոր հետ, սակայն պարզվեց, որ Մեջլումն արդեն զորացրվել է։ Ինքը չգիտի, որ ինքը քույր ունի, ինքը դժվար էլ կիմանա, ես որ ես իրա մասին գիտեմ, իտ պապիկիս պատմելով, ես գիտեմ, որ ես եղբայր ունեմ, թե չէ որ ինչ չասեր պապիկի, ես մեծանայի չէի էլ իմանալ, որ եղբայր ունեմ։ Իմ սիրտը շատ լցվեց իհարկե, ես համարյա լաց ելնում, արդեն որ ուրեմն ինքը կա, բայց չի ուզում կապը լինի։ Նկարն եմ շատ ափսոսում, ինքան սիրուն տղա էր, բոյով սիրուն։ Հայրիկին ես ասեցի սենց նամակ եմ ստացել, այդ սենց էր գրել։
Հայրիկս ինչպես միշտ պապասի կամ նստեց այդ նստանին ու լացում էր։ Ես շատ ուրախ կլինեմ, որ իրան գտնեմ, շատ։ Ես եղբայր ունեմ, էլի, ես ինձ ապահով կզգամ, ես ինչ գիտեմ, շատ կուրախանամ ես։ Պետք է որ ինքն էլ ուրախանա, որովհետև իր անմիջական հարազատը ես եմ։ Մեջրում ջան, շատ եմ խնդրում, եթե լսում ես իմ ես խնդրանքը, խնդրում եմ արձագանքես և Մեջրումին ճանաչողներ, ով գիտի իր մասին տեղեկություն, ովքեր ունեն, խնդրում եմ լուր հայտնեք ինձ, մի բան ասեք, իմ եղբոր մասին տեղեկություն եմ ուզում իմանամ ես, սպասում եմ։ Սպասիր ինձ հեռուստանախագիծը, հավատարիմ մնալով իր խոստմանն ու սկզբունքներին, շարունակում է անդրադառնալ հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած մարդկանց։ Մեր արդյունավետ համագործակցությունները տարբեր կազմակերպությունների հետ շատերի մոտ հույս են արթնացրել։ Մենք կրկին որոնման հայտ ենք ստացել, որի կողքով անտարբեր անցնել չէինք կարող։ Այս անգամ մեզ է դիմել ևս մեկ համառուսաստանյան հասարակական կազմակերպություն։ Մեզ հետ կապ է հաստատել դրա ղեկավար Նատալիա Ձյուբան։ Մեզ դիմելու առիթը հայրենական պատերազմին մասնակցած երկու հայ զինվորների աճյունների հայտնաբերումն է Բելարուսում և Ղրիմում։ Նրանց անունները հայտնի են։ Հունան Վանյան, ծնված 1914 թվականին Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ Նրա մասունքները հայտնաբերվել են Ղրիմի Կերճ քաղաքում։ Երկրորդ աճյունը հայտնաբերվել է Բելարուսում, սակայն նրա տվյալները դժվար ընթերնելի են։ Հնարավոր է եղել վերծանել միայն անվան առաջին 3 տառերը՝ Արա և ազգանվան առաջին տառը՝ Ա, հայրանունը Հակոբի։ Հնարավոր է եղել կարդալ նաև ծննդյան վայրը՝ Գորիսի շրջան, գյուղ Շինուհայր։ Մեր անմահացած հայրենակիցների հարազատներին գտնելը շատ կարևոր է։ 80 տարի նրանք տեղեկություն չեն ունեցել իրենց ազգականի մասին։ Իսկ հիմա հնարավորություն կունենան պատվով հուղարկավորելու նրանց։ Խնդրում ենք ցանկացած տեղեկություն ունենալու դեպքում կապ հաստատել մեր խմբագրության հետ։ Ասում են, եթե ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրան քո ծրագրերի մասին։ Եվ իրոք, մի պահ հիշեք, քանի անգամ է եղել ձեր կյանքում, որ մանրամասն ծրագրեր եք մշակել, բայց անկախ ձեր կամքից կյանքը լրիվ այլ հունով է ընթացել։ Մենք կարող ենք գլոբալ առումով պատկերացնել ինչպես ենք ուզում ապրել, ինչ ենք ուզում անել։ Բայց արի ու տես, որ հաճախ չենք կարողանում ազդել անգամ առաջին հայացքից պարզ թվացող գործընթացների վրա։ Դեպքերն ու իրադարձությունները մեր կյանքում դասավորվում են, մատուցելով մեզ անակնկալներ, երբեմն հաճելի, երբեմն ոչ այնքան։ Ինչպես ուզում եք, անվանեք այս երևույթը՝ նախախնամություն, ճակատագիր, պատահականություն, ճիշտ ու սխալ որոշումների հետևանքներ, դրանից ոչինչ չի փոխվի։ Պարզապես անվանենք այն կյանքի ընթացք ու ապրենք այնպես, ինչպես ճիշտ ենք համարում։ Որքան էլ կյանքը մեզ աճ ու ձախ նետի, որոշ իրողությունների հետ հաշտվել պետք չէ։ Օրինակ, պետք չէ հաշտվել այն մտքի հետ, որ երբեք այլևս չես հանդիպի մեկին, ով քեզ համար թանկ է։ Պետք չէ հաշտվել ու սպասել, որ ճակատագիրը գուցե մի օր կրկին ձեր ճանապարհները կմիացնի։ Դա հենց այն դեպքերից է, որի վրա դուք վստահաբար կարող եք ազդել։ Որոնեք ու գտեք, կրճատեք ձեր միջև եղած հեռավորությունը, անգործության մի մատնվեք։ Եթե կա գոնե 1% հավանականություն, որ կհաջողեք, ուրեմն հնարավորությունը բաց թողնել պետք չէ։ Դե մենք էլ միշտ այստեղ ենք, պատրաստ ձեզ օգնելու։ Ինչպես այսօրվանից փորձելու ենք օգնել մեր հաջորդ հայտատուին։ Դիտենք տեսանյութը։ Այստեղ գրել է ցանկանում եմ քեզ առողջություն, երջանկություն, հաջողություն։ Այստեղ կտրոններ կա, բայց այս կտրոնները ոնց որ ստացել եմ կիլոգրամներն են։ 4 կիլոգրամ, 3 կիլոգրամ, դրանք քաշեր են գրած այստեղ։ Այս կտրոնները մինչև հիմա պահում եմ։ Եվ սա այն ծաղկամանն է, որ ինքն է ինձ ուղարկել, Նատաշան է ուղարկել եւ չգիտեմ, մեծ սիրով, մեծ շերմությամբ ես մինչև հիմա սա պահում եմ։ Ու միշտ հիշում եմ Միշտ, սա իմ աչքի առաջնա, ես սրանից երբեք չեմ հրաժարվել։ Խորհրդային միության տարիներին դպրոցներում ավանդույթ կար։ Աշակերտները նամակներ էին գրում
եւ ուղարկում խորհրդային մի այլ երկիր։ Այնտեղ էլ դպրոցների ուսուցիչները պատահականության սկզբունքով նամակները տալիս էին աշակերտներին։ Այսպիսով անծանոթ աշակերտների միջև նամակագրական կապ էր ստեղծվում։ Ժամանակի ընթացքում նրանք ընկերանում էին։ Այս լուսանկարում ընկերուհիս է Մարտյուկ Նատաշան, որին ես հիմա փնտրում եմ։ Այստեղ ինքը դպրոցական համազգեստով է։ Իսկ այստեղ իրենք գտնվում են Մոսկվա քաղաքում իր մայրիկի հետ, նկարվել են եւ միասին որոշել են ուղարկել ինձ։ Առաջինը նամակ գրեց Նարինեն 1982 թվականին։ Նամակին պատասխանեց Նատալիա Մարտյուկը, Ուկրաինայի Ստրի քաղաքի Մլինարսկայա 22 հասցեից։ Աղջիկներն այդ ժամանակ 10-րդ դասարանում էին սովորում։ Ես ընդհանրապես շփումով մարդ եմ, շատ եմ սիրում մարդկանց, սիրում եւ հարգում եմ բոլորին, այդ թվում նաեւ Նատաշայի հետ որ ծանոթացա, զգացի, որ ինձ շատ հարազատ մարդ է ու այստեղից սկսեցինք մենք, այդտեղից սկսեցինք նամակագրական կապերը հաստատել։ Փոստատան միջոցով էինք ուղարկում, իսկ ծանրոցները, որ մեկս մեկի պետք է ստանային կամ ուղարկեի, գնում էինք շրջան, հատուկ փոստատուն կար, կենտրոնական փոստատուն, այդտեղից ստանում էինք, ոչ հեռախոսկար, ոչ մի բան, մի քիչ դժվար էր, բայց դե էլի շատ լավ էր, շատ լավ ժամանակներ էին, Երանի այն ժամանակ, բոլոր տոներին մեկս մեկով նամակագրական կապեր հաստատում էինք, բարձիկներ էինք ուղարկում, ինչպես է ես, գործերը ոնց է, դասերը ոնց են, տանը ոնց է։ Իմ նախասիրություններից մեկն է ձևավորել մոմեր, բաժակներ, տարբեր ձևավորումներ եմ կատարում, հիմա ես կանեմ մի ձևավորում, դուք կտեսնեք։ Ժամանակի ընթացքում միմյանց նամակներ սկսեցին գրել նաև աղջիկների ընտանիքների անդամները։ Ուկրաինայում Նատալիան ապրում էր մայրիկի, Օքսանայի եւ եղբոր Օլեգի հետ։ 1983 թվականին Նատալիան փոխեց բնակության վայրը։ Նամակները Հայաստան էին գալիս Դերժինսկի 23 հասցեից։ Նկարները շատ եմ բացում նայում, թերթում եմ անդադ, նամակներն եմ բացում, նորից կարդում, ասում, տեսնես կարող այս մի բանը մոռացել եմ, չեմ կարդացել, նորից սկսում եմ կարդալ նայել, ինչ աչքս կտրում էր, ինչ ուզում էր ուղարկում ենք, նույնը ինքը, ես չէի ասում, ինձ սա ուղարկի, նա ուղարկի, նորաձև էր այն ժամանակ, այդ տարիներին վիլյուրից պիջակները, ինքը ինձ այդ նույնիսկ այդ պիջակը ուղարկեց, մեզ մոտ չկար, կապույտ գունի, շատ սիրուն էր, այդ պիջակը ուղարկեց։ Վերջին անգամ աղջիկները շփվել են 1985 թվականին։ Նատալիան գրեց, որ մայրիկը վատառողջ է։ Դրանից հետո Նարինեի Ուկրաինա ուղարկած նամակներն անպատասխան մնացին։ Հիշում եմ, ցավ եմ ապրում, որ չեմ կարողանում կապել։ Չեմ կարողանում էլի, եթե նվիրվում եմ մեկին, ուրեմն պետք է նվիրվեմ, չգիտեմ, եթե սիրում եմ, եթե չէ, ոչ վատություն եմ անում, ոչ էլ մի կողմ եմ քաշում ու վերջ։ Չգիտեմ, երևի այդ 3-4 տարվա կապն էր, կամ հետո իրա ջերմ վերաբերմունքը մեկս մեկի հանդեպ, չգիտեմ։ Մի փոքրիկ քար սրտիցս դուրս կգաք թեթևանամ։ Մեկ էլ իմանամ, որ ինքը ողջ ու առողջ է։ Որ ինքը կա։ 30 րոպեն անցավ ու մենք վստահ ենք, որ արդյունավետ։ Հնչեցին նոր մարդկանց անուններ, որոնց որոնումները դեռ առջևում են։ Բայց այսօր դրվեց սկիզբը մի նոր փուլի, գուցե բարդ, գուցե խնդիրներով լի, բայց լավատեսական ու հուսադրող։ Հաջորդ շաբաթ կրկին նոր անուններ կլսենք, որոնք կհամալրեն որոնվողների շարքը։ Դա Աստված, որ չմնան անհայտ ճակատագրեր եւ այդ անուններից յուրաքանչյուրը դառնա եւս մեկը գտնվածների շարքում։ Այսօր այսքանը, մենք անպայման կհանդիպենք հաջորդ երկուշաբթի նույն ժամին։
միավորելու մարդկանց։ Եթերում սպասիր ինձ հաղորդաշարներ, ցտեսություն։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։